Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը քննադատել է լուրջ վթարը, որի ժամանակ նոր կործանիչը պատշաճ կերպով չի գործարկվել արարողության ժամանակ եւ վնասվել է։ Այս մասին հայտնում է BBC-ին հղում անելով կորեական կենտրոնական լրատվական գործակալությանը։ Կիմ Չեն Ինը, որը մասնակցել է արձակմանը, հրամայել է վերականգնել նավը հունիսին կայանալիք կուսակցության ժողովից առաջ, եւ նրանք, ովքեր ներգրաված են նավի նախագծման մեջ, պատասխանատվություն կկրեն միջադեպի համար, որը ըստ նրա միակնթարթում լրջորեն վնասել է ազգի արժանապատվությունն ու հպարտությունը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հինգշաբթի օրը նավաշինարանում տեղի ունեցած վթարը բացատրել է որպես բացարձակ անզգուշություն, անպատասխանատվություն եւ ոչ գիտական էմպիրիզմ։ Նա հավելել է, որ պատասխանատուների անպատասխանատու սխալները կքննարկվեն հաջորդ ամիս լիագումար նիստում։ Նա չի հստակեցրել, թե ինչ պատիժ ու պատժամիջոցներ են կիրառվելու նրանց նկատմամբ։ Իսրայելի բանակը պատրաստվում է արագ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունները ձախողվեն։ Այս մասին հայտնում է Axios պորտալը հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրի, իսրայելական զինվորականները կարծում են, որ քիչ ժամանակ կունենան Իրանի վրա հարձակվելու համար, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն, եւ պատրաստվում են արագ հարված հասցնել, առանց մանրամասնելու, թե ինչու նման հարվածի պատոհանը կարող է արագ փակվել։ Հնարավոր հարվածի մասին քննարկումները սկսվել են վերջին օրերին, երբ իսրայելական հետախուզությունը սկսել է կասկածել Իրան-ամերիկյան խորհրդակցությունների հաջող արդյունքի վրա, պորտալին հայտնել են աղբյուրները։ Ինչպես գրում է Axios-ը, եթե հարձակում լինի, դա միանվագ չի լինի։ Իսրայելը նախատեսում է ռազմական արշավ իրականացնել առնվազն 1 շաբաթով։ Ուկրաինայի խաղաղ գործընթացում Միացյալ Նահանգների ներգրավվածության պահպանումը կանցլեր Ֆրիդրիխ Մերցի օրոք Գերմանիայի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Այդ նպատակով նա առաջարկել է այդ հարցով տեխնիկական հանդիպում անցկացնել եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների միջև, գրում է Bild թերթը։ Այս առաջարկը նա արել է մայիսի 19-ին Եվրամիության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի եւ Գերմանիայի ղեկավարների եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ։ Երբ Թրամփը զրույցի ժամանակ հասկացրեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս խաղաղ գործընթացից, քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ բանակցություններ են վարելու, բոլորը շունչը պահեցին, նկարագրում է թերթը եվրոպացի առաջնորդների արձագանքը։ Նրանք չէին համարձակվում Թրամփին հարցնել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ նա դրանով, քանի որ մտավախություն ունեին, որ նա կհայտարարի Ուկրաինային ԱՄՆ աջակցության ամբողջական դադարեցման մասին։ Թրամփի խաղաղ գործընթացից դուրս չգալը Ֆրիդրիխ Մերցի արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից մեկն է, գրում է թերթը վկայակոչելով կառավարական շրջանակների աղբյուրները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրամայել է ուժեղացնել անվտանգությունը իր երկրի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում Վաշինգտոնում իսրայելցի 2 դիվանագետների սպանությունից հետո։ Ես հրահանգներ եմ տվել ուժեղացնել անվտանգության միջոցառումները Իսրայելի առաքելություններում ամբողջ աշխարհում, ինչպես նաև պետության ներկայացուցիչների անվտանգությունը, ասել է Նեթանյահուն վարչապետի գրասենյակի տարածած հայտարարությունների համաձայն։ Խոսելով ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցածի մասին, նա կարծիք է հայտնել, որ ողբերգությունը Իսրայելի դեմ հրահրման եւ հակասեմականության հերթական դրսեւորման արդյունքն է։ Մենք ականատես ենք Իսրայելի պետության դեմ հակասեմականության եւ վայրագ հրահրման սարսափելի գնին։ Իսրայելի դեմ արյունալի զրպարտությունները արյուն են թափում եւ պետք է պայքարել մինչեւ վերջ։ Իմ սիրտը ցավում է երիտասարդի եւ կնոջ ընտանիքների համար, որոնց կյանքը կարճացրել է ստոր հակասեմական մարդասպանը, ասել է Նեթանյահուն։ Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ ահաբեկչության լուրից հետո Նեթանյահուն զրուցել է Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպան Յեչիել Լեյթերի եւ ԱՄՆ գլխավոր դատախազ Փամ Բոնդիի հետ, որոնք նրան հայտնել են տեղի ունեցածի մասին այս պահին հայտնի բոլոր մանրամասները։ Առնվազն 14 մարդ է զոհվել հինգշաբթի Գազայի հատվածին Իսրայելի նոր հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է կատարյան Ալ Ջազիրա հեռուստաալիքը։ Հարձակումներից մեկը եղել է Դեր Էլ-Բալահի պահեստին, որտեղ տեղահանվածներ են եղել, ինչի հետևանքով 9 մարդ է զոհվել։ Իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններին, նշում է հեռուստաալիքը։ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը մայիսի 18-ին ասել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը թևակողել են Գեդեոնի կարգեր գործողության վճռական փուլը Գազայի հատվածում արմատական համաշարժումը ջախջախելու նպատակով։
ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչները իրականացրել են պատմության մեջ ամենամեծ ավիահարվածը 56,000 կիլոգրամից ավելի զինամթերք նետելով ահաբեկիչների դիրքերի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի օպերացիաների ղեկավարի պաշտոնակատար Ջեյմս Քիլբին։ Հարի Թրումանը եւ նրա հարվածային խումբը Սոմալիում ձեռնարկել են պատմության մեջ ամենամեծ ավիահարվածը 125,000 ֆունտ մեկ նավից։ Մեջբերվում է ծովակալ Քիլբիի խոսքերը։ Պաշտպանության նախարարության խոսնակը պարբերականին հայտնել է, որ գործողությունը մեկ ռմբակոծություն, որին մասնակցել են մոտ 16 F-18 Super Hornet ինքնաթիռներ, տեղի է ունեցել փետրվարի 1-ին Կարմիր ծովում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հարմար չէ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիրը ստորագրողի դերի համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Կիևի ռեժիմի հանցագործությունների հետ կապված հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։ Զելենսկին իր իրավական կարգավիճակի պատճառով հարմար չէ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիրը ստորագրողի դերի համար։ Այս նրբությունը հաշվի կառնվի հուշագիրը պատրաստելիս։ Մենք անշուշտ չենք ցանկանում, որ իրավական բացողումներ լինեն, որպեսզի այն իրավական տեսանկյունից անվավեր չճանաչվի։ Նշենք, որ Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2024 թվականի մայիսի 20-ին։ 2024 թվականին Ուկրաինայի նախագահական ընտրությունները չեղարկվել են ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք հայտարարելու պատճառով։ Ավելի քան 16,500 պաղեստինցի երեխաներ եւ դեռահասներ զոհ գնացին գնդակոծությունների, Գազայի հատվածի իսրայելական ռմբակոծությունների եւ հումանիտար աղետի, որը զարգացավ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողության մեկնարկից ի վեր շրջափակված անկլավում։ Այս տվյալները տրամադրել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Գործակալության վիճակագրության համաձայն նշված ժամանակահատվածում անկլավում մահացել է մինչև 1 տարեկան 916 երեխա, 1-ից 5 տարեկան 4365, 6-ից մինչև 12 տարեկան 6101 երեխա։ 2023 թվականի հոկտեմբերից մինչ օրս Գազայում մահացել է մինչև 17 տարեկան 5124 դեռահաս, ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Կառավարությունը հավանություն է տվել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած զինծառայության մասին օրինագծին։ Կառավարությունը սակայն որոշ փոփոխություններ է առաջարկում, ինչպես տեղեկացրել է նախարար Սուրեն Պապիկյանը, հեղինակը համաձայն է դրանց հետ։ Փոփոխություններն են՝ պարտադիր զինծառայության անցնել 1 ամիս վճարելով 24 միլիոն դրամ, պարտադիր զինծառայություն անցնել 4 ամիս վճարելով 18 միլիոն դրամ, մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն։ Պարտադիր զինծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիքը ներկայիս 27-ի փոխարեն նախատեսել 32 տարեկան։ Նախագիծը հաջորդիվ կքննարկվի ազգային ժողովում։ Տյումենի մարզի հայերի միության նախագահ, Ռուսաստանի Դաշնության վաստակավար կառուցապատող ռուսական խոշոր շինարարական Տյումենթել ընկերության գլխավոր տնօրեն Աբրահամ Հովեյանն անդրադարձել է նոր դարաշրջանի մարտահրավերներին։ Խոսելով վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների մասին, Հովեյանն ասել է, թե դրանցում լարվածություն չի նկատում։ Մեր ժողովուրդների հարաբերություններում լարվածություն չկա, ես անձամբ կանեմ ինձնից կախված ամեն ինչ դա թույլ չտալու եւ մեր միջև բարիդրացիական հարաբերություններ պահպանելու համար։ Ոչ մի թշնամական գործիչ չի կարողանա սասանել ռուս-հայկական համագործակցության դարավոր հիմքը, քանի որ այն հիմնված է փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Այո, մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերի ազդեցության տակ նման փորձեր արվում են բիզնեսի եւ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Վստահ եմ, մեր ժողովուրդները թույլ չեն տա, որ ոչ բարեկամական գործողությունները վնասեն Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական փոխգործակցությանը, քանի որ դրանք ամրագրված են որպես ռազմավարական։ Կարծում եմ, որ երրորդ անձանց կողմից ազգամիջյան ատելություն սերմանելուն ուղղված բոլոր չհիմնավորված հայտարարությունները պետք է ճնշվեն օրենքի շրջանակներում։ 2026 թվականին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ եւ կարծում եմ, որ իմաստուն հայ ժողովուրդը կկարողանա ճիշտ համախմբել իր կամքը ուղղված բացառապես ի շահ Հայաստանի հայ ժողովրդի եւ բազմամիլիոնանոց Սփյուռքի, նշել է Հովեյանը։ Ինչ վերաբերում է Տյումենի հայերի միությունը ղեկավարելու հարցին, թե ինչպես է հաջողվում Սիբիրից հետևել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ նույնիսկ ազդել դրանց վրա, Հովեյանը պատասխանել է. հայերը որտեղ էլ ապրեն պորտալարով կապված են իրենց հայրենիքին։ Մենք հայերս անելու ենք ամեն ինչ, օգտագործելու ենք բոլոր հնարավոր կապերն ու հնարավորությունները մեր ժողովրդին օգնելու եւ Հայաստանի կործանումը կանխելու համար։ Վստահ եմ, մեր ժողովուրդը թե Հայաստանում, թե Մեծ Սփյուռքում բավական իմաստություն ունի բարեկամներին թշնամիներից տարբերելու համար, չէ՞ որ միայն այս դեպքում կարելի է հայոց պետականության պահպանման հույս ունենալ, ընդգծել է Աբրահամ Հովեյանը։
Իմպիչմենտի գործընթացն օգուտ է միայն Փաշինյանին։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել քաղաքական գործիչ ազգային ժողովի նախկին падգամավոր Անի Սամսոնյանը։ Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի թեկնածությունը մերժելու ընդդիմության դիրքորոշմանը, ապա Սամսոնյանը նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունն իրեն անսկզբունքային ձևով է պահել։ Ինչքան որ պարոն Մարուքյանը լավ քաղաքական փորձ ունի, ես նաև իրեն հասկանում եմ այն առումով այս գործընթացի մեջ մտնելու կապակցությամբ, որ սա կարող էր հնարավորություն ստեղծել, եթե ստորագրությունները հավաքվեին, էլի, բայց իհարկե միամտություն էր մտածել, որ այդ ստորագրությունները կհավաքվեն, եւ խորհրդարանական ընդդիմությունը իրեն իսկապես շատ անսկզբունքային ձևով պահեց, հա, սկզբում ասելով, որ առանց նախապայմանների մենք կտանք ստորագրություններ, թող լինի այդ տեխնացում, եւ հետո չտվեց այդ ստորագրությունները։ Լրիվ նորմալ կդիտվեր, եթե չլիներ այդպիսի հայտարարություն եւ խորհրդարանական ընդդիմությունը ասեր, այո, մենք չենք տալիս ստորագրություններ, որովհետեւ պարոն Մարուքյանը մեր տեխնացուն չի, մենք ունենք մեր տեխնացուն, սա կլիներ քաղաքական զրույց։ Բայց երբ որ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ կապ չունի մեզ համար, մեր նպատակն է օրինակ իշխանությանը տապալել եւ դրա համար մենք առանց նախապայմանների կտանք ստորագրություն, բայց հետո սկսում են տարբեր պատճառաբանություններ բերել, սա շատ անսկզբունքային է։ Սա հնարավորություն էր պարզապես պարլամենտում դեմ առ դեմ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու, խոսքս պարոն Մարուքյանի մասին է, Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու եւ ընտրություններից առաջ որպես Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած տեխնացու դիրքավորվելու, հա։ Այսինքն սա նորմալ է, սա քաղաքական քայլ է, բայց այստեղ մի քիչ պակասում է հեռատեսությունը, հասկանալով, որ այս ստորագրությունները չեն տրվելու, այս գործընթացը տեղ չի հասնելու եւ սա կարող է ընդհանուր բացասական ֆոն ստեղծել ընդհանուր բոլոր ընդդիմադիր քաղաքական դաշտի նկատմամբ եւ սա ուժեղացնում է բացառապես միայն Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Սա օգուտ է իշխանությանը։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում մայիսի 22-ից 3-ը, 23-ին, 25-ից 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Մարզերում մայիսի 22-ից 3-ը, 23-ի գիշերը եւ 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 23-ին ուշ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, 25-ին եւ 27-ին կեսօրից հետո առանց շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։